Այն մասին, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցներ են հնչում, ոստիկանությունը ահազանգ է ստացել 13-ից 50-ին։ Օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել է, որ կրակոցների հետևանքով մեկ հոգի զոհվել է տեղում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա Մեսրոպ Նազարյանցն է։ Փոխհրաձգության հետևանքով երկու վիրավորվածները՝ երրորդ մասի Լյովիկ Մականունով Լևոն Ղազարյանը եւ Դերո Մականունով Դրաստամատ Թադևոսյանը մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Նրանք քրեական հեղինակություններ են։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգներ, Մակարով տեսակի ատրճանակներ եւ մեծ թվով կրակված պարկուճներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ իրավապահները հայտնաբերել են Lexus մակնիշի այն ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխվել երկու վիրավորները։ Lexus-ի վրա արյան եւ կրակոցների հետքեր են եղել։ Մահացած 3 անձինք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապ չեն ունեցել, կալանավորներ չեն եղել։ Դեպքի վայրում լրագրողներին ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նախաքննություններում առանձնապես ծանր հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Իսկ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ տարածքը հսկող տեսախցիկներն առգրավվել են, տեսագրություններն ուսումնասիրվում են։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկում են անհետաձգելի գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Նահապետյան, այսօր։